CNN Թուրքը հղում անելով Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ նոյեմբերի 9-ին ԺՀԿ առաջնորդ Օզելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կարևորել է երկու երկրների միջև պատմական կապերը։ Ըստ հաղորդագրության, Ալիևը երախտագիտություն է հայտնել ԺՀԿ կողմից Ադրբեջանին ցուցաբերած ուշադրության համար, կողմերը պայմանավորվել են ԺՀԿ առաջնորդի կարգավիճակը եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդման շուրջ։ Այս տեղեկատվությունը կարելի էր համարել ԺՀԿ առաջնորդի կողմից հաղթանակի օրվա առթիվ Իլհամ Ալիևին արված քաղաքավարական ժեստ, եթե Բաքվից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Էրդողանը բավական ծավալուն անդրադարձ կատարած չլիներ իր եւ Օզելի միջև վերջին լարվածությանը։ Բանն այն է, որ ԺՀԿ նախագահը ելույթներից մեկում քննադատել է իշխանություններին եւ հավաստիացրել, որ հաջող շները չեն կարող խանգարել ընդդիմության երթին, որ տանում է դեպի օրինականության եւ քաղաքացիական ազատությունների հաստատման։ Ստամբուլի դատախազությունն Օզելի վերջին արտահայտությունը գնահատել է որպես Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանք։ Էրդողանը հայտարարել է, որ իր փաստաբաններն արդեն հայց են հարուցել եւ Օզելը պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրի։ Ըստ տեղեկությունների, Էրդողանը ոչ միայն ներողություն է ակնկալում, այլև բարոյական վնասի դիմաց 600,000 լիրայի փոխհատուցում։ Ավելի վաղ Օզելն Անկարայի դատարանում շահել է կուսակցության նախորդ համագումարը կեղծելու հարցով դատը եւ վերահաստատել ԺՀԿ առաջնորդի կարգավիճակը։ Էրդողանը ձգտում էր դատարանի միջոցով անվավեր ճանաչել Օզելի ընտրությունը եւ ընդդիմադիր կուսակցության առաջնորդի պաշտոնում վերականգնել Խլիջդարօղլուին։ Այս իրավիճակում Օզել-Ալիև հեռախոսազրույցը ԺՀԿ եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին պայմանավորվածությունից կարելի է տպավորություն ստանալ, որ Էրդողանի եղբայրությունը բավական ծանր է նստում Ալիևին։ Բաքվում Էրդողանը վերստին ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի հաջողությունը պայմանավորված է Թուրքիայի ամուր աջակցությամբ, իսկ տունդարձի ճանապարհին լրագրողներին ասել է, որ 5 տարի առաջ ազատագրվել է մեր հայրենիքը։ Դա ամենևին էլ քննրական զեղում չէ։ Ալիևին ինչ կտա ԺՀԿ առաջնորդ Օզելի հետ եղբայրությունը, պարզ չէ, բայց նա կարծես Էրդողանի եղբայրությունից դժգոհ է։ Բաքվի հաղթանակի զորահանդեսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե համոզված է, որ հաղթանակը տոնում են թուրքախոս բոլոր երկրները։ Տպավորություն է, որ նոյեմբերի 8-ի արարողությունները ծրագրված էին այնպես, որ Բաքվում պետք է կայանար թուրքական աշխարհ-Պակիստան ռազմաքաղաքական դաշնակցության միջազգային շնորհանդես, բայց ստացվել է ինչպես միշտ։ Ալիևի կողքին կանգնած էին միայն Թուրքիայի նախագահը եւ Պակիստանի վարչապետը։ Մեկ օր առաջ Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների առաջնորդները հյուրընկալվել են Վաշինգտոնում, որտեղ ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է 5+1 մշակութային ժառանգության պահպանման մասին հայտարարություն։ Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ այդմ, կողմերը պայմանավորվել են ազգային թանգարանների միջև համագործակցության կատարելագործման միջոցով հասնել մշակութային արժեքների պահպանման եւ մշակութային ժառանգության պաշտպանության։ Կենտրոնական Ասիայի երկրների մշակութային ժառանգությունը բազմաշերտ է։ Տարածաշրջանը դարեր շարունակ գտնվել է իրանական ազդեցության տիրույթում, այսօր էլ թուրքական եւ պարսկական ինքնությունը պահպանվում է։ Միացյալ Նահանգների կողմից Կենտրոնական Ասիայի պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորումն անկասկած տարածաշրջանում էթնիկ, քաղաքակրթական եւ ազգային ինքնության մրցակցությունից խուսափելու նպատակ է հետապնդում։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիայում ոչ միայն քաղաքական եւ անվտանգային ու տնտեսակոմունիկացիոն, այլև քաղաքակրթական միասնական միջավայր ձևավորելու խնդիր է լուծում։ Փորձագետները համարում են, որ Միացյալ Նահանգները կվերադառնա Աֆղանստան։ ԱՄՆ նախագահը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ հանդիպումից հետո անոնսավորել է եկող տարի Հնդկաստան այցը։ Թրամփը 2026 թվականի ապրիլին կայցելի նաև Չինաստան։ ԱՄՆ կողմից Կենտրոնական Ասիայի նկատմամբ քաղաքակրթական դոմինանտություն հաստատելու միտումն ակնհայտ է։ Առաջնահերթությունն անշուշտ տրվում է Ռուսաստանից տարածաշրջանի կախվածության հաղթահարմանը, բայց թուրքական եւ իրանական ինքնության համակեցության նպատակը, որ արտացոլված է 5+1 հայտարարությամբ, թույլ է տալիս եզրակացնել, որ Վաշինգտոնը հակակշռում է նաև Թուրքիայի ազդեցությունը։ Թուրքական մամուլն արդեն իսկ ահազանգել է, որ Կենտրոնական Ասիայի առաջնորդների Վաշինգտոն այցի նախօրեին Իսրայելի եւ Հունաստանի ռազմաօդային ուժերը միջերկրակրանի արևելյան հատվածում համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Միանալով Աբրահամյան համաձայնություններին Ղազախստանը հնարավորություն է ստանում ձեռք բերելու իսրայելական ոչ միայն սպառազենություններ, այլև տեխնոլոգիաներ։ Թուրքիան խնդիր է դրել ռազմական տեխնոլոգիաների
բացարձակ ինքնաբավության հասնելու եւ տեխնոլոգիապես գերազանցելու Իսրայելին։ ԱՄՆ եւ Եվրամիությունը կարծես լուծում են Կենտրոնական Ասիայի ներքին ինտեգրացիայի եւ տարածաշրջանում ռազմաաշխարհաքաղաքական հավասարակշռության հաստատման հարցերը։ Թուրանական բանակի կոնցեպտը, որ Էրդողանի անակնկալն է միջազգային ուժային կենտրոններին, առնվազն Արևմտքում եւ Չինաստանում գործուն աջակցության չի արժանանում։